Եթերում ազատ լուրերի հիմնական թողարկումն է, ես Արա Աբրահամյանն եմ, բարի երեկո, խորվա իրադարձությունները նախամարոտ։ Արարատ Միրզոյան աշխատանքային այցով Լյուքսեմբուրգում է, իսկ անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը վաղը կմեկնի Մեծ Բրիտանիայի եւ Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորության մայրաքաղաք Լոնդոն։ Գլխավոր դատախազությունն ուսումնասիրում է զինված ուժերի պահեստազորի փոխգնդապետ Նաիրա Գևորգյանի հայտարարությունը իրավական գնահատական տալու նպատակով։ Առավոտյան ՊՆ մամուլի ծառայությունը արդեն հերքել էր Գևորգյանի տարածած տեղեկությունը, թե Մեղրի զորամասի ուղղությամբ արձանագրվել է ներթափանցման փորձ։ Ազգային ժողովն այսօր արտահերտ նիստում երկրորդ ընթերցմամբ եւ ամբողջությամբ ընդունել է զինվորական ծառայության եւ զինծառայողի կարգավիճակի մասին օրենքում փոփոխություններ կատարելու նախագիծը, համաձայն որի 26 թվականի հունվարի 1-ից պարտադիր ժամկետային զինծառայողները 2 տարվա փոխարեն կծառայեն 1.5 տարի։ Խորհրդարանն ընդունել է նաեւ այլ նախագծեր։ Տրամպի ուղի նախագիծը, որը Զանգեզուրի միջանցք եզրույթի հետ որևէ կապ չունի, չի հակասում Իրանի պետական շահերին, քանի որ այն բիզնես նախագիծ է։ Ռուբեն Ռուբինյանի եւ Սարգիս Խանդանյանի արձագանքը իրանական եւ ռուսական կողմերից հնչած վերջին հայտարարություններին։ 37-ամյա տղամարդը դանակահարել է հորը եւ մորը, 64-ամյա Սայադ Ադամյանին եւ 63-ամյա Նազելի Ավդալյանին, որի հետևանքով նրանք մահացել են։ Որն մորը սպանած տղամարդը ձերբակալվել է, պարզվում է նա հաշվառված է եղել հոգեբուժական կենտրոնում։ Մերձ Մոսկովյան Օդինցովոյի Գորկի 2 բնակավարի դպրոցում դեռահասը դանակով հարձակվել է դպրոցականների վրա։ Ըստ նախնական տվյալների կան 3 տուժած եւ 1 զոհ։ Դանակով հարձակումն իրականացրել է նույն դպրոցի աշակերտներից մեկը, նա սովորում է 9-րդ դասարան։ Արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը այսօր աշխատանքային այցով կգտնվի Լյուքսեմբուրգում։ ԱԳՆ-ից հաղորդում են, որ ծրագրված է հանդիպում Լյուքսեմբուրգի արտաքին գործերի նախարար Քսավիե Բետելի հետ։ Այցի ընթացքում նախատեսված է երկկողմ փաստաթղթի ստորագրում։ Իսկ դեկտեմբերի 17-ից 18 անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյան աշխատանքային այցով կգտնվի Մեծ Բրիտանիայի եւ Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորության մայրաքաղաք Լոնդոնում։ Այցի ընթացքում նախատեսված են երկկողմ հանդիպումներ։ Գլխավոր դատախազությունը ուսումնասիրում է զինված ուժերի պահեստազորի փոխգնդապետ Նաիրա Գևորգյանի հայտարարությունը իրավական գնահատական տալու նպատակով, այդ մասին հայտնել են գլխավոր դատախազությունից։ Հիշեցնենք, որ առավոտյան Պաշտպանության նախարարության մամուլի ծառայությունը հերքել էր Գևորգյանի տարածած տեղեկությունը, թե Մեղրի զորամասի ուղղությամբ արձանագրվել է ներթափանցման փորձ, որը իբրև թե հետ է մղվել Հայաստանի Հանրապետության զինված ուժերի կողմից։ Գերատեսչության մամուլի քարտուղար Արամ Թորոսյանը գրել էր. զինված ուժերում մեղմ ասած անփառունակ ծառայությամբ աչքի ընկած անձի հայտարարությունը ոչ միայն տեղեկությունը, այլև Հայաստանի Հանրապետության երկրի պետական ինստիտուտների ու բանակի դեմ ուղղված տեղեկատվական գրոհի հերթական անհաջող ու ձախողված փորձ։ Ազգային ժողովն այսօր արտահերտ նիստում երկրորդ ընթերցմամբ եւ ամբողջությամբ ընդունել է զինվորական ծառայության եւ զինծառայողի կարգավիճակի մասին օրենքում փոփոխություններ կատարելու նախագիծը, համաձայն որի 2026 թվականի հունվարի 1-ից պարտադիր ժամկետային զինծառայողները 2 տարվա փոխարեն կծառայեն 1.5 տարի։ Փոփոխությունը սակայն չի վերաբերում արդեն ծառայության մեջ գտնվող շարքային զինծառայողներին, նրանց դեպքում ծառայությունը կշարունակի լինել 2 տարի։ 26 թվականի ձմեռային զորակոչը մեկնարկելու է հունվարի 7-ից։ Խորհրդանի քննարկած մյուս նախագծերը ներկայացվող տեսանյութում։ Փոփոխություններ պետական նպաստների մասին օրենքում։ Կառավարությունն առաջարկում է կիրառել համահարթեցման սկզբունքն ու երեխայի ծննդյան միանվագ նպաստը սահմանել 500,000 դրամ։ Այսօրվա դրությամբ առաջին եւ երկրորդի համար տրվող 300,000 դրամները, երրորդ եւ չորրորդի համար տրվող 1 միլիոն դրամները եւ 5-րդ եւ հաջորդի համար տրվող 1.5 միլիոն դրամների փոխարեն բոլորի համար սահմանել նույն չափը, այն է 500,000 դրամ եւ մյուս առաջարկը վերաբերում է նպաստների, պետական նպաստների մասին օրենքով մի փոփոխության, ըստ որի միանվագ ծննդյան նպաստից եւ երրորդ եւ հաջորդ յուրաքանչյուր հաջորդ երեխայի նպաստից կարող են օգտվել այն դեպքում, եթե երեխան Հայաստանի Հանրապետության քաղաքացի է։ Նշեմ, որ քաղաքացիության պահանջը առաջարկում ենք կիրառել 2026 թվականի հունվարի 1-ից, իսկ համահարթեցման
տրամաբանությունը կիրառել սկսած 26 թվականի սեպտեմբերի 1-ից։ Պետական նպաստների մասին օրենքում սա միակ փոփոխությունը չէ։ Նախագծի փաթեթով ներկայացված մյուս առաջարկը կապված է պետական կենսաթոշակների եւ նպաստների վճարման հետ։ Խոսքը վերաբերում է անկանխիկի անցման տրամաբանությամբ կենսաթոշակների եւ նպաստների ամբողջությամբ անկանխիկ եղանակով վճարմանը եւ նախատեսում ենք, որ այն կգործի 2026 թվականի ապրիլի 1-ից, նշեմ, որ թվով ավելի քան 660,000 կենսաթոշակ եւ նպաստ ստացող քաղաքացիներից շուրջ 58,000-ն են, որ ստանում են կանխիկ եղանակով եւ նրանց համար կառավարությունը կսահմանի ուրեմն սահուն անցման մեխանիզմներ, այնպես որ ապրիլի 1-ից բոլոր վճարումները կկատարվեն անկանխիկ եղանակով։ Խորհրդարանի արտահերթ նիստում հաջորդիվ ընդունվեց նաև Հայաստանի Հանրապետության եւ Ասիական զարգացման բանկի միջև կենսունակության բարելավման եւ հզորացման համար բնակարանային բարեփոխումներ ծրագիրը, ըստ որի պետք է աջակցել Արցախից բռնի տեղահանված ընտանիքների բնակարանային ապահովմանը, սոցիալ-տնտեսական ինտեգրմանն ու բարեկեցությանը։ Ծրագրի շրջանակում Ասիական զարգացման բանկը Հայաստանին կտրամադրի $250 միլիոն վարկ, 27 տարի մարման ժամկետով, որից 10 տարին արտոնյալ պայմաններով։ Ծրագիրը նպատակ ունի ֆինանսավորել կառավարության կողմից դեռևս 2024 թվականին հաստատված Ղարաբաղից բռնի տեղահանված ընտանիքների բնակարանային աջակցության պետական ծրագրին։ Հիշեցնեմ, որ ընտանիքները կարող են դիմել պայմաններին բավարարելու դեպքում կարող են դիմել եւ ստանալ հավաստագրեր, ինչի միջոցով կարող են գնել իրենց նախընտրած բնակավայրում եւ նախընտրած բնակարանը կամ բնակելի տունը։ Նշեմ, որ այսօրվա դրությամբ 3810 ընտանիք դիմել եւ ստացել է բնակարանի հավաստագիր, որոնցից 1631-ը ձեռք են բերել իրենց սեփական տունը կամ բնակարանը։ Ծրագրի շահառու դառնալու պարտադիր պայմանը Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն ստանալն է։ Քաղաքացիական պայմանագիր խմբակցության падգամավոր Բաբկեն Թունյանը փոխնախարարից թվեր հարցրեց ու միաժամանակ կիսվեց այն մտահոգությամբ, թե լուրեր են շրջանառվում, որ անձնագրային բաժիններում արցախցիներին մերժում են Հայաստանի քաղաքացիություն տալ։ Քաղաքացիություն են ստացել մեր տեղահանված հայրենակիցներից 26233-ը, որից 16919 չափահաս եւ 8314-ը անչափահասներ են։ Մշակման մեջ, այսինքն քաղաքացիության համար դիմաց եւ դեռևս մշակման փուլում գտնվողների թիվը կազմում է քաղաքացիների թիվը կազմում է 6696 անձ։ Ինչ վերաբերում է քաղաքացիությունը մերժելու լուրերին, անկեղծ ասած նման տեղեկություններ չունեմ եւ նաեւ մենք գրեթե ամենօրյա ռեժիմով տեղահանված մեր հայրենակիցների հետ շփումների մեջ ենք եւ որևէ նման ահազանգ չենք լսել։ Արցախցիներին բնակֆոնդով ապահովելուց զատ Հայաստանը 50 միլիոն եվրոյի չափով վարկ կվերցնի նաև Եվրոպական ներդրումային բանկից, իրականացնելու դիմակայուն Սյունիք ծրագիրը։ Ինչպես նշեց նախագծի զեկուցող տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների փոխնախարար Քրիստինե Ղալեչյանը, ծրագրի նպատակն է թիրախային աջակցության եւ բազմաճյուղ ներդրումների միջոցով բարձրացնել Սյունիքի մարզում տնտեսական դիմակայունությունն ու բարելավել բնակչության կենսամակարդակը։ Ծրագրի հիմնական ներդրումային առաջնահերթությունները, որոնք վարկային համաձայնագրով սահմանվել են, դրանք որակյալ առողջապահական բժշկական ծառայությունների զարգացումն է, որակյալ կրթության հասանելիությունը եւ մասնագիտական կարողությունների զարգացումը եւ ընդլայնումը, ջրամատակարարման համակարգերի զարգացումը։ Նախանշվել են այն արդյունքները, որոնք ակնկալում ենք ապահովել ծրագրի իրագործմամբ, դա տնային տնտեսությունների եւ համայնքների կենսապահովման միջոցների եւ սոցիալական ծառայությունների
առողջապահություն, կրթություն, ջրամատակարարում հասանելիությունն է, ակնկալում ենք, որ կընդլայնվի տնտեսական գործունեության եւ զբաղվածության հնարավորությունները մարզում, ինչպես նաեւ կապավի ջրամատակարարման համակարգերի կայունությունը, բնակչության համար խմելու ջրի որակն ու հուսալիությունը։ Այս նախագիծն էլ ստացավ դրական եզրակացություն, որին էլ հաջորդեց Հայաստանի Հանրապետության եւ Արաբական Միացյալ Էմիրությունների միջև քաղաքացիների վարորդական վկայականների փոխադարձ ճանաչման եւ փոխանակման մասին հուշագիրը վավերացնելու մասին օրինագիծը։ Հուշագիրը երկու երկրների միջև ստորագրվել է 2025 թվականի սեպտեմբերին։ Ինչպես զեկուցեց Հայաստանի ներքին գործերի փոխնախարար Արմեն Ղազարյանը, հուշագրի կողմերից յուրաքանչյուրը փոխադարձաբար ճանաչում է մյուս կողմի այն քաղաքացիների վավեր վարորդական վկայականները, որոնք տվյալ երկիր ժամանում են ոչ բնակության նպատակով։ Իսկ բնակության նպատակով ժամանող քաղաքացիների դեպքում վարորդական վկայականի փոխանակման համար դիմող անձը ազատվում է դրա հետ կապված տեսական եւ գործնական քննություններից։ Ձյանա Դավթյան, Տիգրան Ղազարյան, Free News, Ազատ լուրեր։ Ադրբեջանն ու Հայաստանը մոտ են խաղաղության պայմանագրի կնքմանը, այսօր նման հայտարարությամբ է հանդես եկել Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը։ Դիմելով Անկարայում հավատարմագրված օտարերկրյա դեսպաններին նա ասել է. «Մենք Ադրբեջանի հետ երկխոսություն ենք ծավալել, դրան զուգահեռ նաև առաջ ենք մղում Հայաստանի հետ կարգավորման գործընթացը։ Մենք շարունակում ենք Հայաստանի հետ կարգավորման գործընթացը, հաջորդ տարվա սկզբից կձեռնարկենք մի քանի խորհրդանշական քայլ», հայտարարել է Էրդողանը։ Տրամպի ուղի նախագիծը, որը Զանգեզուրի միջանցք եզրույթի հետ որևէ կապ չունի, չի հակասում Իրանի պետական շահերին, քանի որ այն բիզնես նախագիծ է։ Իրանի հեղափոխության գերագույն առաջնորդի խորհրդական Վելայեթիի մտահոգություններին ի պատասխան ազգային ժողովում ճեպազրույցի ժամանակ հայտարարել է Ռուբեն Ռուբինյանը եւ Սարգիս Խանդանյանը։ Նրանք անդրադարձել են նաեւ Ռուսաստանի արտգործնախարարության ԱՊՀ երկրների 4-րդ դեպարտամենտի տնօրեն Միխայել Կալուգինի հայտարարությանը։ Դեկտեմբերի 14-ին Իրանում Հայաստանի Հանրապետության դեսպան Գրիգոր Հակոբյանը հանդիպել էր Իսլամական հեղափոխության գերագույն առաջնորդի միջազգային հարցերով խորհրդական Ալի Ակբար Վելայեթիի հետ։ Վերջինս հայտնել է Իրանը դեմ է TRIP-ի նախագծին, քանի որ այն նույն Զանգեզուրի միջանցքն է, որը կարող է ապահովել ՆԱՏՕ-ի ներկայությունը տարածաշրջանում, ինչն անընդունելի է Թեհրանի համար։ Հարցին ազգային ժողովում ճեպազրույցի ընթացքում անդրադարձավ նաև ԱԺ փոխխոսնակ Ռուբեն Ռուբինյանը, նշելով, որ TRIP-ը նույն Զանգեզուրի միջանցքը չէ։ Նրա խոսքով Վելայեթիի հայտարարություններին ի պատասխան դեսպանը եւս նշել է, որ TRIP-ը բիզնես նախագիծ է, որը գործելու է Հայաստանի Հանրապետության ինքնիշխանության, իրավազորության, տարածքային ամբողջականության սկզբունքների հիման վրա։ Ռուբինյանը նաև հիշեցրել է Իրանի ԱԳՆ հայտարարությունները, որոնցում ասվել է, որ այս նախագծով իրենց երկրի կարմիր գծերը չեն հատվում ու կան փոխշահավետ գործակցության հնարավորություններ։ Բացառվում է Հայաստանում լինի որևէ նախագիծ, որը կհակասի Հայաստանի ինքնիշխանությանը, տարածքային ամբողջականությանը եւ չի լինի Հայաստանի լիակատար իրավազորության ներքո։ Բ. Մենք հաշվի առնում ենք մեր հարևանների բոլոր կենսական շահերը եւ Իրանի դեպքում ընդհանրապես այդ շահերը Հայաստանի հետ մեծամասամբ համընկնում են։ Մենք չենք կարծում, որ կա որևէ անհանգստանալու բան եւ այս առումով ընդհանրապես կապի մեջ ենք մեր բոլոր գործընկերների հետ եւ մեզ ուրախացնում է այն փաստը, որ Իրանի արտգործնախարարությունը բազմիցս նշել է, որ այս հարցում իրապես միջանցքի խնդիր չկա եւ Իրանի կարմիր գծերը նույնպես հաշվի առնած։ Ծրագրողների հետ զրույցում ԿՊՄ այլ падգամավոր Սարգիս Խանդանյանը եւս ընդգծել է, որ Թրամփի ուղի նախագիծը բիզնես նախագիծ է եւ չի կարող հակասել հարևան երկրի շահերին ու առավել եւս ՆԱՏՕ-ի դիրքավորման մասին այս համատեքստում խոսելն անիմաստ է։ Հայաստանում չի կարող լինել ՆԱՏՕ-ի ներկայություն, որովհետեւ նախ Հայաստանը որևէ հավակնություն չունի ՆԱՏՕ-ին անդամակցելու։ Հայաստանը ունի որոշակի շրջանակ համագործակցության ՆԱՏՕ-ի հետ, որը չի ընդհանրում որևէ կերպ ՆԱՏՕ-ի ֆիզիկական ներկայությունը Հայաստանի Հանրապետությունում ու ընդհանրապես TRIP-ի համատեքստում դրա մասին խոսելը կարծում եմ նպատակահարմար չէ։ Թրամփի ուղի նախագծին իրանական եւ ռուսական ընկերությունների հնարավոր ներգրավվածության մասով էլ Խանդանյանը նկատեց, որ նման խոսակցություններ այս փուլում չկան հաշվի առնելով այն հանգամանքը, որ դեռևս քննարկվում է իրավական հարցերի փաթեթը։ Ռուսական կողմը արտգործնախարարության ԱՊՀ երկրների 4 դեպարտամենտի տնօրեն Միխայել Կալուգինի միջոցով հայտնել է, որ պատրաստ է խորհրդակցել Երևանի հետ Թրամփի ուղի նախաձեռնության եւ Ռուսաստանի հնարավոր մասնակցության վերաբերյալ։ Մեր ընկերությունը հարավկովկասյան երկաթուղի
երկաթուղիները, որը ռուսական երկաթուղիների դուստր ձեռնարկություն է, ունի Հայաստանի երկաթուղային ցանցի կառավարման կոնցեսիա։ Պետք է հաշվի առնել նաև Հայաստանի անդամակցությունը ԵԱՏՄ-ին։ Ակնհայտ է, որ մեր գործընկերները չեն կարող առանց Ռուսաստանի, ասել էր նա։ Ռուբեն Ռուբինյանն այս հայտարարությանն այսպես արձագանքեց. Սիրելիներս, ուզում եք 160 անգամ ասեմ, նման քննարկումներ չկան։ Հայաստանը դիմել է Եվրամիությանը փորձի փոխանակման շրջանակներում օգնություն տրամադրելու հիբրիդային պատերազմի դեմ պայքարում, որը ընդդիմությունը համարում է միջամտություն երկրի ներքին գործերին։ Չնայած այս կարծիքին Սարգիս Խանդանյանը համոզված է, որ չկա նման բան, այլ է, երբ որոշ երկրների կողմից փորձ է արվում միջամտել եւ կամ ապակայունացնել Հայաստանը։ Հիբրիդային հարձակումները ոչ միայն Հայաստանի դրսից են լինում, այլ նաև Հայաստանի ներսից են այդ հիբրիդային հարձակումների ենթարկվում Հայաստանի ժողովրդավարությունը եւ իշխանության մասին խոսքը չէ, Հայաստանի պետության եւ ժողովրդավարության մասին։ Օրինակ որոշ լրատվամիջոցների վերնագրեր, որ կարդում ենք, դա բավարար պատկեր է ցույց տալիս ապատեղեկատվության եւ բայց հիբրիդային հարձակումները մենակ ապատեղեկատվության մասին։ Կտրիչ Ներսիսյանի մինչև տարեվերջ կաթողիկոսի գահից հնարավոր հեռացման մասին էլ Ռուբեն Ռուբինյանը պատասխանեց այս կերպ. Հավանական համարում եմ ընդհանրապես, որ Կտրիչ Ներսիսյանը, այսպես ասեմ, հավանական չեմ համարում, որ Կտրիչ Ներսիսյանը որևէ ձև ունի իր ձևով կամ այլ ձևով որևէ ձև ունի մնալու կաթողիկոսական գահին, որովհետև ինքը չի կարող մնալ։ Ռուբինյանը անդրադարձ կատարեց նաև օրեր առաջ կառավարության կողմից գաղտնազերծված Ղարաբաղի բանակցային փաստաթղթերին, ընդգծելով, որ կառավարությունը գաղտնազերծել է այն, ինչը կա։ Ինչ կա, հրապարակվել է, ինչ չկա, չի հրապարակվել, որովհետև չկա։ Եթե Քոչարյանը պնդում է, որ այդպիսի փաստաթուղթ կա, թող հրապարակի։ Այլ թեմաներ այսօր ժամը 10:10-ի սահմաններում 9:11 զանգահարած քաղաքացին հայտնել է, որ Շիրակի մարզի Գյումրի քաղաքի Կարեն Դեմիրճյանի 37-ասեղն բնակարանի դուռը փակ է եւ հարազատները չեն արձագանքում։ Փրկարարական ծառայողները դուռը բացելուն պես հայտնաբերել են այդ հասցեան բնակվող ամուսինների դիերը։ Ազանգով դեպքի վայր են մեկնել քրեական ոստիկանության Շիրակի մարզային վարչության ծառայողները։ Պարզվել է, որ 37-ամյա տղամարդը դանակահարել է հորը եւ մորը 64-ամյա Սայաթ Ադամյանին եւ 63-ամյա Նազելի Ավդալյանին, որի հետևանքով նրանք մահացել են։ Հորը եւ մորը սպանած տղամարդը ձերբակալվել է, պարզվում է նա հաշվառված է եղել հոգեբուժական կենտրոնում։ Այսօր առավոտյան խոշոր վթար է տեղի ունեցել Սպահան Նաթանց մայրուղում ուղևորատար ավտոբուս է շրջվել, ըստ տեղեկությունների 13 մարդ զոհվել է, 9 վիրավորվել։ Տուժածներին դեպքի վայրում առաջին բժշկական օգնություն է ցուցաբերվել։ Ուղևորատար ավտոբուսը շրջվել է Պեժոյի հետ բախումից հետո, վթարի պատճառը դեռևս անհայտ է, հետաքննություն է սկսվել։ Մերձ Մոսկովյան Օդինցովոյի Գորկի 2 բնակավարի դպրոցում էլ դեռահասը դանակով հարձակվել է դպրոցականների վրա։ Ըստ նախնական տվյալների կան 3 տուժած եւ 1 զոհ, 15-ամյա դպրոցականը դանակով հարձակվել է աշակերտի եւ անվտանգության աշխատակցի վրա, զոհը 4-րդ դասանի 10-ամյա մի տղա է։ Դպրոցի վրա հարձակված դեռահասը սելֆի արել 4-րդ դասանի սպանված աշակերտի ֆոնին։ Հարձակվողին արդեն ձերբակալել են։ Ականատեսները պատմել են, որ ամեն ինչ շատ արագ է տեղի ունեցել։ Ռուսական լրատվամիջոցների տեղեկություններով էլ դանակով հարձակումն իրականացվել է նույն դպրոցի աշակերտներից մեկը, նա սովորում էր 9-րդ դասանում, ականատեսների պնդմամբ հարձակումից առաջանցագործը ճշտել է զոհի ազգությունը։ Տելեգրամյան շատ ալիքների տեղեկություններով զոհված երեխան տաջիկ ներգաղթյալների ընտանիքից էր։ Լեհաստանի հատուկ ծառայությունները հայտարարել են երկրի տարածքում ծրագրվող ահաբեկչական հարձակման կանխման մասին։ Լեհաստանի ներքին անվտանգության գործակալության խոսնակն այսօր հայտարարել է, որ ձերբակալվել է մի երիտասարդ, որը զանգվածային զինված հարձակում էր ծրագրում երկրի տարածքում գործող Սուրբ Ծննդյան տոնավաճառներից մեկում։ Իրավապահները հայտնել են, որ կասկածյալը Լյուբլինի կաթոլիկ համալսարանի ուսանող է։ Իրավապահների պնդմամբ հարձակման նպատակը մարդկանց ահաբեկելն ու իսլամական պետություն խմբավորման աջակցություն ցուցաբերելն է։ Միջազգային նորությունները տեսաշարով։ Ուկրաինայում խաղաղության հաստատման ուղղված ամերիկյան ծրագրի շրջբանակցություններն ավարտվել են, հայտնել է Ուկրաինայի նախագահի մամուլի ծառայության ղեկավար Դմիտրի Լիտվինը։ Բանակցությունները մեկնարկել էին նախօրեին։ Ուկրաինական պատվիրակությունը գլխավորել է նախագահ Վոլոդիմիր Զելենսկին, իսկ ամերիկյան կողմից մասնակցել են Սպիտակ տան հատուկ բանագնաց Սթիվ Ուիթքոֆը եւ Ամերիկայի Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփի փեսա Ջարեդ Քուշները։ Բանակցությունների առաջին փուլից հետո Ուիթքոֆը հայտարարել էր, որ զգալի առաջընթաց է գրանցվել, սակայն հավելյալ մանրամասներ չէր ներկայացրել։
Բերլինում կայացած բանակցությունների ընթացքում Ամերիկայի Միացյալ Նահանգների ներկայացուցիչ Սթիվ Ուիթքոֆը եւ Ջարեդ Քուշները շարունակել են Կիևից պահանջել ուկրաինական զորքերի դուրսբերում Դոնբասից։ Ֆրանսիական գործակալության տվյալներով Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին առայժմ հրաժարվում է համաձայնել այդ պահանջին, ընդգծելով, որ Դոնբասից զորքերի դուրսբերումը Կիևի համար կարմիր գիծ է։ Բանակցությունների մյուս առանցքային թեման Ուկրաինայի հնարավոր անդամակցությունն է ՆԱՏՕ-ին։ Այս համատեքստում Կրեմլի խոսնակ Դմիտրի Պեսկովը հայտարարել է, որ Ուկրաինայի չեզոք կարգավիճակը հնարավոր խաղաղության համաձայնագրի անկյունաքարային դրույթն է։ Կրեմլի խոսնակ Դմիտրի Պեսկովը հայտարարել է, որ Ամերիկայի Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփը անկեղծորեն աշխատում է ռուս-ուկրաինական հարաբերությունների կարգավորման ուղղությամբ։ Պեսկովի խոսքով Թրամփը ցանկանում է կարգավորել հարաբերությունները եւ թե նա, թե նրա թիմն այդ ուղղությամբ անում են հնարավորը։ Նա հավելել է, որ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը նույնպես ձգտում է հարատև խաղաղության Ուկրաինայում, սակայն պատրաստ չէ մասնակցելու գործընթացների, որոնք կարող են ծառայել ժամանակ ձգելուն։ Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին հայտարարել է, որ խաղաղության առաջարկները կներառեն փոխզիջումներ, այդ թվում ՆԱՏՕ-ին անդամակցության փոխարեն իրավաբանորեն պարտավորեցնող անվտանգության երաշխիքների ընդունում Ամերիկայի Միացյալ Նահանգների, Եվրոպայի եւ այլ գործընկեր երկրների կողմից։ Զելենսկու խոսքով Կիևը սկզբում նպատակ ուներ անդամակցել ՆԱՏՕ-ին, սակայն Ամերիկայի Միացյալ Նահանգները եւ Եվրոպայի որոշ գործընկերներ չեն աջակցել այդ քայլին։ Նա ընդգծել է, որ ՆԱՏՕ-ի 5-րդ հոդվածին համարժեք անվտանգության երաշխիքները կարող են կանխել Ռուսաստանի նոր ներուժը եւ դա արդեն իսկ Ուկրաինայի կողմից արված փոխզիջում է։ Չիլիում նախագահական ընտրությունների երկրորդ փուլում հաղթել է ընդդիմադիր պահպանողական քաղաքական գործիչ Խոսե Անտոնիո Կաստը։ Երկրի ընտրական ծառայության հրապարակած տվյալներով քվեների 83.43%-ի հաշվարկից հետո Կաստը ստացել է 58.61% ձայն, իսկ նրա մրցակիցը կառավարող ձախակենտրոն Միասնություն Չիլիի համար կոալիցիայի ներկայացուցիչ Ժանետ Խարան 41.39%։ Խարան արդեն ընդունել է պարտությունը եւ շնորհավորել հաղթողին։ Նա կդառնա Չիլիի առաջին ծայրահեղ պահպանողական նախագահ Ագուստո Պինոչետի ռազմական վարչակարգից ի վեր։ Կաստը պաշտոնը կստանձնի 2026 թվականի մարտի 11-ին 4 տարի ժամկետով։ Այսքանը ցտեսություն։